Անդրանիկ Օզանյանի հեռանալուց հետո երկրամասը հայերի համար կորստյան եզրին էր։ Արտաքին ուժերն արդեն վերաձևում էին հարավային Կովկասի քարտեզը, եւ հարցը շատ հստակ էր դրված. արդյոք Սյունիքը լինելու է հայկական, թե ոչ։ Սյունիքը հայտնվել էր մի իրավիճակում, որտեղ չկային ոչ երաշխիքներ, ոչ դաշնակիցներ, ոչ էլ վաղվա օրվա հանդեպ վստահություն։ Ընտրությունը շատ պարզ էր՝ դիմադրել կամ ոչնչանալ։ Հենց այդ ժամանակ է հայտնվում այն մարդը, ով ընդվզում է, հրաժարվելով ենթարկվել թելադրված խաղի կանոններին։ Մարդ, ով ոչ միայն կասեցրեց հայրենիքի կորուստը, այլ վերածեց այն անառիկ ամրոցի։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կանադառնանք ինչպես Սյունիքի, այնպես էլ ամբողջ հայ ժողովրդի համար մի բախտորոշ ժամանակաշրջանի։ Կխոսենք նաև այն առանցքային դերակատարի մասին, առանց ում Սյունիքը հայկական մնալ պարզապես չէր կարող։ Հարգելի հետևորդներ, մինչ բուն պատմությանը անցնելը սիրով տեղեկացնում եմ, որ ես եւ մեր ուժը մասնակցելու ենք 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալիք ազգային ժողովի հերթական ընտրություններին, իսկ մեր քվեաթերթիկը լինելու է 14 համարը։ Իսկ այժմ սկսենք։ Այսպիսով, մեր հերոսի գործողությունները կանխորոշում են ոչ միայն երկրամասի, այլ նաև մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը։ Մենք արդեն խոսել ենք Զանգեզուրի համար մղվող պայքարի առաջին փուլի մասին եւ այնտեղ զորավար Անդրանիկի դերակատարության մասին։ Այսօր կանադառնանք երկրորդ փուլին, որը կդիտարկենք ամբողջության այլ անհատականության պրիզմայով։ Գարեգին Տեր-Հարությունյանը, ով ապագայում հայտնի դարձավ որպես Գարեգին Նժդեհ, ծնվել է 1886 թվականին Նախիջևանի Կզնուտ գյուղում, քահանայի ընտանիքում։ Նա վաղ տարիքում զրկվեց հորից եւ հենց այդ հանգամանքը մեծապես ձևավորեց նրա բնավորությունը։ Զուսպ, հավասարակշռված եւ չափազանց խոհեմ։ Չնայած ընտանիքի համեստ հնարավորություններին եւ ժամանակակից կրթական կենտրոնների հեռավորությանը Կզնուտ գյուղից, Գարեգինն իր առաջին կրթական քայլերն անում է Նախիջևանի ռուսական դպրոցում։ Նա հիանալի կրթություն է ստացել, սովորել է Թիֆլիսում, շարունակել ուսումը Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ հետո Բուլղարիայում, որտեղ ծանոթացել է եվրոպական քաղաքական մտքին, փիլիսոփայությանը եւ ռազմական տեսությանը։ Այս գիտելիքներն ու խորը փիլիսոփայությունը ուղեկցում են նրան ողջ կյանքում եւ արտահայտված է լինում ոչ միայն նրա գաղափարախոսությունում, այլ նաեւ իր բոլոր գործողություններում։ 1912 թվականի սկզբին Սանկտ Պետերբուրգում սկսում է դաշնակցության գործով ԱՄԿ հարույց դատավարությունը։ Այն ռուսական կայսրությունում քաղաքական իմաստով կարևոր նշանակություն ուներ։ Հետաքննության տակ հայտնվեցին հարյուրավոր հայ գործիչներ, որոնցից շատերը հայ-թաթարական բախումների տարիներին մասնակցել էին ինքնապաշտպանության կազմակերպմանը։ Բուն հետաքննությունը տևեց տարիներ, որը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով, կոշտ ճնշումներով եւ բացահայտ կեղծիքներով, ինչը լայն հասարակական դժգոհություն առաջացրեց։ Մեղադրյալների թվում էր նաեւ Գարեգին Տեր-Հարությունյանը։ Նրա, ինչպես եւ իր շատ զինակիցների համար, սա բախում էր մի համակարգի հետ, որն ազգային ազատագրական շարժումը ընդունում էր որպես պետությանը սպառնալիք։ Սակայն բուն դատավարությունը անսպասելի ընթացք ստացավ։ Դատական լսումների ժամանակ ի հայտ եկան հետաքննության կոպիտ խախտումներ, անհիմն մեղադրանքներ եւ կեղծված փաստաթղթեր։ Փաստաբանների ջանքերի եւ հասարակական ճնշման շնորհիվ մեղադրյալների մեծ մասը արդարացվեց։ Նրանց թվում էր նաեւ Գարեգին Նժդեհը։ Այս դրվագը դարձավ կարևոր ճամփաբաժան նրա կյանքում։ Երիտասարդ, որն ուներ ոչ միայն լավագույն ռազմական կրթություն, այլ նաեւ անցել էր քաղաքական աղմկահարույց դատավարություններով։ Եվ ահա, Բալկանները ներքաշվում են պատերազմի մեջ։ Մի կողմում երիտասարդ բուլղարական բանակն է, մյուս կողմում Օսմանյան կայսրությունը։ Գարեգին Նժդեհը չէր կարող անմասն մնալ նման իրավիճակում։ Նժդեհը մեկնում է Բուլղարիա որպես կամավոր։ Այստեղ նրա ուղին հատվում է հայազատագրական շարժման մեկ այլ մեծանուն զորավարի Անդրանիկ Օզանյանի հետ։
ում նվիրված թողարկումը կարող եք դիտել մեր ալիքում։ Այսպիսով, փորձառու Անդրանիկն ու երիտասարդ Նժդեհը դառնում են բուլղարական բանակում հայկական ստորաբաժանումների գլխավոր կազմակերպիչը։ Բալկանյան մարտական գործողությունները չափազանց թեժ էին և ուղեկցվում էին մեծ դաժանությամբ։ Այդտեղ պահանջվում էր վճռականություն, արագ կողմնորոշում և մշտական անորոշության պայմաններում գործելու ունակություն։ Նման բարդագույն իրավիճակում Նժդեհը իրեն դրսևորում է որպես սառնասիրտ ու հաշվենկատ սպա, ով ընդունակ էր ոչ միայն մարդ վարել, այլև պահպանել վերահսկողությունը զինվորների նկատմամբ, նույնիսկ ամենադժվար պահերին։ Սակայն պակաս կարևոր չէր նաև մեկ այլ հանգամանք։ Բալկանները դարձան այն վայրը, որտեղ Նժդեհի և Անդրանիկի միջև ձևավորվեց փոխադարձ մեծ հարգանք և վստահություն։ Անդրանիկը, ով այդ ժամանակ արդեն լեգենդար զորահրամանատար էր, Նժդեհի մեջ տեսնում էր ոչ թե պարզապես երիտասարդի, այլ ոգով, գաղափարներով և համոզմունքներով իրեն հավասար մեկին։ Իսկ Նժդեհի համար իր հերթին սա չափազանց լավ հնարավորություն էր սովորելու լեգենդար զորահրամանատարից, այնպիսին ինչպիսին էր Անդրանիկը։ Հայ մարտիկները իրենց լավագույնս դրսևորեցին, և նրանց սխրանքները բարձր գնահատվեցին բուլղարական հրամանատարության կողմից։ Ինքը Նժդեհը ցուցաբերած արիության համար պարգևատրվեց քաջության համար շքանշանով։ Սակայն կար մի բան, որը շատ ավելի կարևոր էր, քան պարգևները։ Նրան ընկալում ու ճանաչում էին որպես մարդու, ով կարող էր առաջնորդել զինվորներին անգամ ամենածանր իրավիճակներում։ Հենց այս շրջանում Կարմիր հեղափոխության ապագա առանցքային դերակատար Տրոցկին, ով ռազմաճակատում էր որպես ռազմական թղթակից, համակրանքով նկարագրել է Նժդեհին։ Վաշտը ղեկավարում էր մի հայ սպա։ Նրան դիմում են պարզապես ընկեր Գարեգին։ Գարեգինը Սանկտ Պետերբուրգի համալսարանի նախկին ուսանող է, ով անցել էր Դաշնակցության հայտնի դատավարությամբ և արդարացվել 3 տարվա բանտարկությունից հետո։ Գարեգինը բանաստեղծ է, հռետոր և ռազմիկ, պարուրված իրեն բաժին հասած կարևոր առաքելությամբ։ Բալկաններում ունեցած հաջողությունից և ձեռք բերած հսկայական ռազմական փորձից հետո նա դառնում է փորձառու ռազմական գործիչ։ Եվ երբ նա վերադառնում էր Բալկաններից, նա շատ լավ գիտակցում էր, որ առջևում իրեն սպասում են շատ ավելի բարդ խնդիրներ, սակայն այս պարագայում նա պայքարել էր ոչ թե օտարի, այլ սեփական հողի համար։ Առաջին աշխարհամարտ։ Բալկանյան պատերազմից հետո Նժդեհը վերադառնում է Կովկաս, երբ աշխարհը առաջին համաշխարհային պատերազմի շեմին էր։ 1914 թվականի հոկտեմբերի սկզբին նա տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ ձևավորվում էին հայկական կամավորական ջոկատները ռազմաճակատ մեկնելու համար։ Այստեղ նա ընդգրկվում է հայկական կամավորական միավորումներում, որոնք գործում էին ռուսական կայսրական բանակի կազմում։ Պատերազմի առաջին փուլում Նժդեհը զբաղեցնում է Դրոյի հրամանատարության տակ գտնվող հայկական երկրորդ կամավորական գնդի Դրուժինայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ավելի ուշ Նժդեհը իր հրամանատարության տակ է առնում հայ եզդիական ստորաբաժանումը։ Սա ևս մեկ կարևոր օրինակ է, թե ինչպես էր նա կարողանում անգամ բարեկամ ժողովուրդներին միավորել մեկ նպատակի շուրջ։ Միաժամանակ նա ծառայում է որպես հրամանատարի տեղակալ Վարդան Խանասորիի հավաքական ջոկատում, որը մտնում էր Արարատյան ջոկատի կազմի մեջ, իսկ այնուհետև առաջին հայկական գնդում։ Այս ստորաբաժանումները մասնակցել են ծանր և չափազանց դաժան մարտերի Արևմտյան Հայաստանի տարածքում։ 1915 թվականի մայիսից մինչև 1916 թվականի հուլիս Նժդեհը կռվում է այդ տարածքներում։ Սա նրա ռազմական կենսագրության ամենահագեցած փուլերից մեկն էր։ Նա մասնակցում է ռազմաճակատի առաջնագծի գործողություններին, մարտերի ժամանակ վիրավորում է ստանում և ցուցաբերած արիության համար պարգևատրվում Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշանով, ինչպես նաև Գեորգիևյան խաչի 3-րդ և 2-րդ աստիճաններով։ 1915 թվականի հուլիսին նրան շնորհվում է պոռուչիկի, ենթասպայի կոչում, ինչն ամրապնդում է նրա կարգավիճակը արդեն որպես կայսրական բանակի սպա։ Ռազմաճակատային ակտիվ փուլի ավարտից հետո 1917 թվականի մայիսին Նժդեհն անցնում է վարչական և կազմակերպչական գործունեության
եւ նշանակվում Ալեքսանդրապոլի քաղաքային կոմիսար։ Նա դառնում է պատասխանատուն քարք ու կանոնի եւ կառավարման համար այնպիսի պայմաններում, երբ պետական կառույցները կազմաքանդվում էին ծավալվող հեղափոխության ճնշման տակ։ Այսպիսով, Նեժդեհը անցնելով Բալկանյան պատերազմների կամավորի, Կովկասյան ռազմաճակատի սպայի ճանապարհը հայտնվում է գործողությունների կենտրոնում, որից կախված է լինում հայ ժողովրդի եւ Սյունիքի ապագան։ «1918 թվականի գարնանը Կովկասը բառացիորեն սեղմվում էր հարձակվող օսմանյան բանակի ճնշման տակ։ Ռազմաճակատի փլուզումից եւ պատերազմից ռուսական կայսրության դուրս գալուց հետո Հարավային Կովկասը մնացել էր գրեթե առանց կազմակերպված ռազմական պաշտպանության։ Այս ֆոնին վճռվում էր հայ բնակչության ճակատագիրը։ Այդ ժամանակաշրջանի առանցքային դրվագներից մեկը դարձավ Ղարաքիլիսայի ճակատամարտը։ Մի պատերազմ, որը պատմության մեջ մտավ որպես թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի արևելյան Հայաստանի խորքերը կասեցնելու վերջին հուսահատ փորձ։ Ղարաքիլիսայում Նեժդեհը ոչ միայն կատարում էր իր զինվորական պարտականությունները, այլ այն մարդկանցից մեկն էր, որը կանխում էր խառնաշփոթն ու քաոսը, որը կարող էր լինել չափազանց վտանգավոր եւ հանգեցնել կործանման։ Ղարաքիլիսայի կատաղի դիմադրության ժամանակ առանձնանում էին մի քանի նշանավոր անուններ, սակայն դրանց մեջ ամենահնչեղն ու վառը Գարեգին Նեժդեհն էր։ Հենց այստեղ դրսևորվեց Նեժդեհի առանցքային գծերից մեկը՝ զորքի բարոյահոգեբանական ծանր վիճակից դուրս բերելու բացառիկ կարողությունը օրհասական պայմաններում։ Թեև ճակատամարտը հայկական ուժերին ռազմական հաղթանակ չբերեց, սակայն դրա արդյունքը ռազմավարական առումով նշանակալի էր։ Թուրքական հարձակումը կասեցվեց, սպանվեց ըստ տարբեր գնահատականների 3-ից մինչև 6000 թուրք զինվոր։ Սա թույլ տվեց ժամանակ շահել, ինչը վճռորոշ դարձավ հետագա քաղաքական գործընթացների եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման համար։ Ղարաքիլիսայի ճակատամարտը եւս մեկ անգամ վերահաստատեց նրա այն մոտեցումը, որ ժողովուրդները գոյությունը ապահովելու համար անպայման պետք է անցնեն նման փորձությունների միջով եւ վճարեն այդ ծանր գինը։ Այստեղ վերջնականապես ամրապնդվեց նրա հրամանատարի եւ զորավարի կերպարը, որը կարողանում էր գործել ռեսուրսների խիստ սակավության պարագայում, սակայն իրագործել անհնարինը։ «1919 թվականին Հարավային Կովկասը ձևավորվում էր միանգամից մի քանի գործոնների ազդեցության տակ։ Մուդրոսի զինադադարից հետո Օսմանյան կայսրությունը դուրս է գալիս պատերազմից, եւ նրա տեղը զբաղեցնում են նոր դերակատարներ։ Առաջին հերթին Մեծ Բրիտանիան, որը շահագրգռված էր Բաքվի նավթի եւ կարևոր տրանսպորտային ուղիների վերահսկողությամբ։ Այս ֆոնին Ադրբեջանը հզորանում է, որը ձգտում էր վերահսկողություն հաստատել Սյունիքի եւ Արցախի նկատմամբ։ Բրիտանացիների հովանավորությամբ Խոսրով Բեկ Սուլթանովի նշանակումը, որպես այդ տարածքների գեներալ նահանգապետ, հայերի համար դառնում է հստակ նշան, որ ոչ ոք չի վերադարձնելու մեզ մեր հայրենիքը, եւ դա կարևոր խթան է դառնում իր հերթին դիմակայության նոր փուլի համար։ 1919 թվականի ամռանը Գորիս է ժամանում Գարեգին Նեժդեհը։ Փորձառու սպա, ով ուներ ոչ միայն հսկայական ռազմական փորձ, այլ նաև խորապես գիտակցում եւ պատկերացնում էր տեղի ունեցողը։ Նրան ուղեկցում էր փոքր ջոկատ, սակայն այստեղ կարևորը ոչ այնքան քանակն էր, որքան որակը եւ նրա ամբողջությամբ այլ տեսակի մոտեցումը եւ գործողությունները նման իրավիճակներում։ Կարևոր է արձանագրել, որ Նեժդեհի ժամանման պահին արդեն իսկ հսկայական աշխատանք էր կատարվել տեղի ինքնապաշտպանական ուժերի եւ Անդրանիկ Օզանյանի կողմից։ Այնուամենայնիվ, հենց Նեժդեհի ժամանումը նոր թափ հաղորդեց դիմադրությանը,
որը շատ բարդացել էր Արցախում տիրող իրավիճակի պատճառով։ Հաշվի առնելով թե մարդկանց եւ թե զենք զինամթերքի սակավությունը, նա շեշտը դրեց մարտական ոգու բարձրացման վրա։ Նա իր մարտիկներին անվանում էր «սյունած արծիվներ», իսկ որպես օրինակելի կերպար էր ներկայացվում Դավիթ բեկն ու այն սյունեցիները, ովքեր փառավորվել էին 2 դար առաջ պաշտպանելով հայրենիքը։ Նույն կիրճերը, նույն լեռնանցքները, նույն անառիկ ամրոցները, կարծես հյուսվելով ժամանակի ու տարածության մեջ, կրկին դառնում են դիմադրության թատերաբեմ։ Կարելի ասել, որ Նժդեհը շարունակեց այն գիծը, որը ժամանակին սկսել էր Դավիթ բեկը, ոչ թե բառացի, այլ պատմական եւ խորհրդանշական իմաստով։ Նա պատերազմում էր նույն լեռներում, բայց արդեն նոր քաղաքական իրողությունում, հին պայքարին տալով նոր ձև եւ բովանդակություն։ Եվ սրա մեջ կա օրինաչափություն։ Սյունիքը մեկ անգամ չէ, որ դարձել է յուրատեսակ քննություն, ինչպես պատմության, այնպես էլ մեր ազգի ճակատագրում հսկայական դերակատարում ունեցած մեր հերոսների համար։ Գարեգին Նժդեհից մեզ հասած բոլոր կարգադրությունների եւ հրամանների մեջ առանձնակի ուշադրության է արժանի մի փաստաթուղթ, որը դուրս է սովորական ռազմական հրահանգի տրամաբանությունից եւ բացահայտում են նրան որպես մի մարդու, ով խորապես հասկանում է ոգու եւ հիշողության նշանակության ողջ խորությունը պատերազմի ժամանակ։ Այն պարզապես հրահանգ չէր, այլ պայքարի խորը վերաիմաստավորման դրսևորում։ Անվանականչի ժամանակ առաջինը հնչում էին ընկած հերոսների անունները։ Դրան հաջորդում էր բացականչը՝ ընկավ Փառք, որից հետո ամբողջ շարքը բացականչում էր Հավերժ Փառք։ Այսպիսով ամեն օրը սկսվում էր հերոսների փառաբանմամբ, որը նաև յուրահատուկ հիշեցում էր, թե ինչ գին ունի ազատությունը։ Նրա այդ մոտեցումը կարևոր նշանակություն է ստանում հենց Սյունիքում։ Նա չունենալով կանոնավոր բանակ, որը կունենար նաև կանոնավոր մատակարարումներ, փոխարենը նրա զինակիցները հիմնականում աշխարհազորայիններ էր, որոնց վարքի հիմքում ընկած էր բացառապես մոտիվացիան, նա շատ լավ պատկերացնում է, որ նրանց միավորելու միակ եւ լավագույն տարբերակը նրանց հիշողությունն է։ Իր հրամանում նա ընդգծում է. զոհվածների անունների ամենօրյա հիշատակումը զինվորների մեջ ձևավորում է ոչ միայն հարգանք ու պատասխանատվություն անցյալի նկատմամբ, այլև առաքելություն ծառայելու եւ շարունակելու նրանց գործը, իսկ անհրաժեշտության դեպքում զոհաբերելու սեփական անձը առանց վարանելու։ Սա ազգային պայքարի տարբեր սերունդները մեկ միասնական թելով կապելու կարևոր միջոց էր։ Այս ամենը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան խորն էր հասկանում Նժդեհը, որ Սյունիքի պայքարի ելքը վճռվելու է ոչ թե քանակով, այլ այն մարդկանցով, ովքեր ունեն հստակ առաքելության գիտակցում եւ որի շնորհիվ նրանց մարտական ոգին չափազանց բարձր էր մնում։ Ամեն օր իրականացվում էին ինժեներական աշխատանքներ, դիրքերը վերածելով պարզ, բայց ֆունկցիոնալ պաշտպանական հենակետերի։ Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն դրանց կառուցման փաստը, այլ այն, թե ինչպես էր Նժդեհը դրանց տալիս խորհրդանշականություն եւ հաղորդում իմաստ։ Այդ հենակետերը ստանում են ազգային ազատագրական շարժման հայտնի գործիչների եւ Նժդեհի զինակիցների անունները։ Օրինակ, Խեչոբերտ՝ ի պատիվ Խեչոյի, Ռոստոմաբերտ՝ ի պատիվ Ռոստոմի։ Դրանով իսկ պաշտպանական համակարգը դառնում էր ոչ թե պարզապես դիրքերի ամբողջություն, այլ սակրալ տարածք, որտեղ ամեն մի կետ կապված էր անվան եւ պատմության հետ։ Սրանով մարտիկների թիվը կարծես բազմապատկվում էր, համալրվելով մարտի դաշտում ընկած հերոսներով։ Զուգահեռաբար նա ձևավորում է առաջին հայացքից եւս մեկ անսովոր, բայց չափազանց կարևոր մշակույթ։ Յուրաքանչյուր վաշտ ուներ իր հովանավորը։ Դրանք այնպիսի հերոսներ էին, ինչպիսիք էին Քրիստաֆոր Միքայելյանը, Գևորգ Չաուշը եւ այլոք։ Մարտի ժամանակ նրանց կերպարն ընկալվում էր որպես խորհրդանշական ներկայություն։ Կարծես նրանք հենց իրենք էին առաջնորդում եւ պաշտպանում մարտիկներին։ Սյունիքը վերածվում է ամբողջական պաշտպանական համակարգի, յուրօրինակ կենթանի ամրոցի,
որտեղ ամեն բան, սկսած խրամատից մինչև դիրքի անվանում, ծառայում էր մեկ նպատակի։ Հենց նման մանրամասներն ու նրբություններն են հնարավորություն տալիս հասկանալ, թե ինչպես կարողացավ նրա կազմակերպած ուժը դիմակայել այդ անհնարին թվացող իրավիճակում, որտեղ ռեսուրսները խիստ անբավարար էին։ Գարեգին Նժդեհի նման փառահեղ կերպարին սխալ կլիներ ներկայացնել միայն որպես հզոր ռազմական գործիչ եւ դաշտային հրամանատար։ Նրա գիտելիքներն ու ունակությունները շատ բազմազան էին, իսկ աշխարհայացքը այնքան խորը, որ անգամ այսօր այն լիովին ըմբռնել անգամ անհասանելի է թվում։ Հենց այստեղից էլ բխում է նրա ցեղակրոն գաղափարախոսությունը, որը հայ ազգի համար յուրատեսակ կողմնորոշիչների համակարգ է։ Ընդ որում, Նժդեհը օժտված էր մեծ խարիզմայով։ Նրա ժամանակակիցները նշում էին, որ նա կարողանում էր մարդկանց վրա հսկայական ազդեցություն ունենալ, նույնիսկ պարզ խոսքի միջոցով։ Արտաքնապես եւ պահվածքով նա ազնվականության վառ ներկայացուցիչ էր, զուսպ, կարգապահ եւ խորը գաղափարական, ով վեր էր ժամանակից եւ իրավիճակային փոքր խնդիրներից։ Նրա համար ազգային ինքնությունը, պատիվը եւ արժանապատվությունը պարզապես խոսքեր չէին, դրանք արտահայտված էին նրա ամենօրյա վարքագծում։ Աշխարհագրությունը վերածվում է զենքի։ Նեղ կիրճերը, բարձունքներն ու թաքնված դիրքերը թույլ են տալիս հասցնել կետային հարվածներ եւ կազմալուծել հարձակվող ուժերը։ Մարտական ոգին պահպանվում է խորհրդանիշների, ավանդույթների եւ բնակչության հետ մշտական աշխատանքի միջոցով։ Հենց այսպիսի պայմաններում է անցնում 1919-ից 1920 թվականները։ Եվ նույնիսկ Շուշիի սարսափելի ջարդերից հետո, երբ Կովկասի գլխավոր ու լավագույն քաղաքներից մեկը դադարեց իր գոյությունը, Սյունիքը չերերաց եւ շարունակեց պահել դիրքերը։ «1920 թվականի վերջին հարավային Կովկասում իրավիճակը արմատապես փոխվում է։ Թուրքերի եւ անգլիացիների փոխարեն գալիս է Կարմիր բանակը եւ ուժերի հավասարակշռությունը էականորեն փոխվում է։ Հայաստանի խորհրդայնացման ժամանակ միայն Սյունիքը կարճ ժամանակ մնաց անձեռնմխելի, քանի որ սովետների կողմից վերահսկողության բոլոր փորձերը ձախողվում էին։ Ըստ էության Սյունիքը եւ հենց ինքը Նժդեհը գտնվում էին լիակատար մեկուսացման մեջ, կապը Երևանի հետ խիստ անկայուն էր։ Իսկ ինչպես էր Նժդեհը նայում Կարմիր բանակի մուտքին եւ խորհրդայնացմանը։ Մի կողմից դա նույն խորհրդային Ռուսաստանն էր, որը թուրքերին զենք էր մատակարարում։ Մյուս կողմից Հայաստանի թույլ կառավարությունն էր, որը ինքն իր ձեռքով ստորագրեց Ալեքսանդրապոլի նվաստացուցիչ պայմանագիրը, որով խաչ էր քաշվում Հայաստանի ապագայի վրա։ Եվ երրորդ, Նժդեհի աչքի առաջ էր այն փորձը, թե ինչպես եկան անգլիացիները եւ կարճ ժամանակում դրժեցին իրենց բոլոր խոստումները հանուն Բաքվի նավթի, ճանաչելով երկրամասը ադրբեջանցիներինը, ինչը հանգեցրեց Շուշիի եւ հայ քաղաքային բնակչության կոտորածին։ Չորրորդ, հենց հայկական ղեկավարությունն էր Նժդեհին ուղարկել Սյունիք, ում հրամանն էր հենց ինքը կատարում էր։ Իրավիճակը ծայրահեղ բարդ էր, յուրաքանչյուր որոշում պարունակում էր անսահման ռիսկեր, որոնք կարող էին հանգեցնել Սյունիքի կորստին։ Այս իրավիճակում, երբ ըստ էության հայկական պետությունը դադարել էր գոյություն ունենալ, միայն Նժդեհի վերահսկողության տակ գտնվող Սյունիքն էր փաստացի պահպանում գոյությունը, որպես հայկական պետության շարունակություն։ Նժդեհը որոշում է կայացնում մինչև վերջ պայքարել Սյունիքի համար եւ ոչ մի դեպքում չզինաթափվել եւ չգնալ սովետների կոչերին ընդառաջ։ 1920 թվականի դեկտեմբերի 25-ին Տաթևի վանքում հրավիրվեց Համազանգեզուրյան առաջին համագումարը։ Որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչև հնարավոր կլիներ այն միավորել Հայաստանի Հանրապետությանը։ Նորաստեղծ հանրապետության սպառապետ դարձավ Գարեգին Նժդեհը։
Իսկ 1921 թվականի ապրիլի 26-ին դարձյալ կայացավ համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որի արդյունքում երկրամասը կոչվեց Լեռնահայաստան։ Լեռնահայաստանի հռչակումը ստանում է հատուկ կարևորություն։ Այն պարզապես ռազմական գործոնից վերածվում է քաղաքական սուբյեկտի։ Նժդեհը հրաժարվում էր ճանաչել ցանկացած արտաքին որոշում, որն ընդունվել էր առանց հաշվի առնելու հենց երկրամասի շահերը։ Այն բարդագույն իրավիճակում, երբ սահմանները վերաձևվում էին խոշոր տերությունների կողմից, Նժդեհը փաստացի հայտարարեց, որ Սյունիքը սակարկության առարկա չի կարող լինել։ Ստեղծելով քաղաքական իրականություն, որտեղ պետք է ստիպված լինեին հաշվի նստել իրավիճակի հետ, թե բանակցությունների պարագայում եւ թե հնարավոր հարձակման ժամանակ, քանի որ ռազմական գինը, որը կվճարեր հակառակորդը, չափազանց բարձր կլիներ։ Լեռնահայաստանը երկար չգոյատևեց, սակայն դրա հռչակումը դարձավ այն առանցքային գործոններից մեկը, որը փոխեց ինչպես երկրամասի, այնպես էլ մեր ճակատագիրը, որի արդյունքում այն ներառվեց ոչ թե Ադրբեջանի, այլ խորհրդային Հայաստանի կազմում։ Դա վառ օրինակն էր այն բանի, թե ինչպես արտաքին երաշխիքների եւ հովանավորների բացակայության պարագայում մեկ մարդու քաղաքական կամքն ու վճռականությունը կարող է փոխել ամբողջ գործողությունների ընթացքը, նաեւ բեկել մեր ճակատագիրը։ Товарищи, рабоче-крестьянская революция, о необходимости которой все время говорили большевики, совершилась! Խորհրդային կողմի հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվում համաձայնություն։ Եթե զինված դիմադրությունը դադարեցվի, Սյունիքը կմնա Հայաստանի կազմում եւ չի հանձնվի Ադրբեջանին։ Նժդեհի համար հենց սա էր առանցքային հարցը, որի համար էլ նա մղում էր իր ողջ պայքարը։ Հենց այսպես ավարտվեց Սյունիքի հայկական լինելու համար մղվող պայքարի երկրորդ փուլը։ Կարելի է ասել, Անդրանիկ Օզանյանի կողմից ձևավորված եւ համակարգված պայքարի էստաֆետը հանձնվեց Գարեգին Նժդեհին, որը այն կատարեց մեծ փառքով, լուծելով ռազմավարական կարևորագույն խնդիրը՝ Սյունիքը պահել հայկական։ 1921 թվականի ամռանը Նժդեհն անցնում է Իրանի սահմանը։ Նրա հեռանալը հաճախ բնութագրվում է որպես Սյունիքյան շրջանի խորհրդանշական ավարտ։ Նժդեհի կյանքը այսօր էլ մեծ ազդեցություն ունի մեր մտածողության եւ անգամ վարքի վրա։ Նրա կյանքը եւս մեկ անգամ այն բանի ապացույցն է, որ անգամ ամենախորը ճգնաժամերի ժամանակ կարևորագույն դերը խաղում են ոչ թե հովանավորներն ու արտաքին դերակատարները, այլ ամենակարևորը ներքին համախմբումը, նպատակը եւ կամքի դրսեւորումը։ Այսօր շատ կարևոր է արձանագրել, որ Նժդեհյան ցեղակրոնությունը ամենևին աղերս չունի ազգայնամոլության հետ։ Հակառակը այն առողջ եւ կուռ ազգային գաղափարների ամբողջություն է, որը յուրատեսակ կողմնորոշիչ է մեր այս բարդ եւ ծանրագույն ժամանակաշրջանում։ Նժդեհի գաղափարների ամբողջությունը եւ փիլիսոփայությունը համեմատելի է աշխարհի մեծագույն փիլիսոփաների հետ, քանի որ նրա գաղափարների եւ փիլիսոփայության հիմքում ընկած է տիեզերական եւ աստվածային ճշմարտությունը։ Այն բոլոր սկզբունքները, որի հիման վրա գործել եւ գործում են աշխարհի բոլոր ազգերը։ Այն սկզբունքները, որի հիման վրա տեղի ունենում աշխարհաքաղաքական եւ բոլոր մնացած այլ փոփոխությունները։ Եվ հիշեք, Նժդեհյան գաղափարախոսությունը ազգային կողմնորոշիչների յուրատեսակ կատարյալ համակարգ է։ Այսօր մենք Գարեգին Նժդեհին անդրադարձանք բավականին հպանցիկ Սյունիքի պայքարի շրջանակներում, սակայն մենք առանձին թողարկում ենք պատրաստելու, որտեղ մանրամասնորեն կանադառնանք Գարեգին Նժդեհի գաղափարախոսությանը եւ կփորձենք անգամ այն հնարավորինս մեկնել։ Իսկ ինչ եք կարծում, ինչպիսին կլիներ Սյունիքի ճակատագիրը, եթե այնտեղ իր առանցքային դերակատարումը չունենար Գարեգին Նժդեհը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։